Հրապարակվել է ռուս-ուկրաինական խաղաղության 28 կետանոց պլանի տեքստը։ Աքսիոսը գրում է, որ Ուկրաինան արևելյան տարածքների մի հատվածը պետք է հանձնի Ռուսաստանին եւ կրճատի զինված ուժերի թիվը մինչեւ 600,000 զինծառայող։ Կիևը նաև պետք է պարտավորվի չմիանալ ՆԱՏՕ-ին եւ հրաժարվել արևմտյան խաղաղապահ ուժերից, չնայած եվրոպական ռազմական ինքնաթիռները կտեղակայվեն Լեհաստանում Ուկրաինան պաշտպանելու համար։ Կիևը հսկայական տարածքային զիջումների կգնա։ Դուրս կգա Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերից, երկու շրջանները եւ Ղրիմը կճանաչվեն որպես ռուսական։ Ռուսաստանը կվերադառնա մեծ ութնյակ, որից 2014-ին էր հեռացվել։ Ուկրաինա կրկին ներխուժման դեպքում պատժամիջոցները կվերականգնվեն։ Անընդունելի խաղաղություն է սահմարում ՄԱԿ-ում Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչը։ Օկուպացված ուկրաինական տարածքը երբեք չի ճանաչվի որպես ռուսական, ոչ պաշտոնապես, ոչ էլ այլ կերպ։ Մեր հողը վաճառքի ենթակա չէ։ Ուկրաինան չի ընդունի ինքնապաշտպանության իր իրավունքի կամ զինված ուժերի որևէ սահմանափակում։ Մենք նաև չենք հանդուրժի մեր ինքնիշխանության որևէ խախտում, այդ թվում մեր ինքնիշխան իրավունքի ընտրելու այն դաշինքները, որոնց ցանկանում ենք միանալ։ Եվրոպական երկրները նույնպես դեմ են Թրամփի ծրագրին, այն համարում են կապիտուլյացիային համարժեք։ Սակայն փոխվել է Զելենսկիի հռետորաբանությունը։ Նրա գրասենյակը հայտնել է, որ ստացել է ծրագրի նախագիծը։ Կիևում ԱՄՆ բանակի նախարարի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ամերիկացիների հետ համատեղ կաշխատեն ծրագրի դետալների վրա։ Ուկրաինային խաղաղություն է պետք, արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության եւ ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմանները։ Սպիտակ տունը հերքել է տեղեկությունները, թե առաջարկը մշակվել է Մոսկվայի հետ։ Ըստ Քերոլայն Լևիթի, ամերիկյան կողմը վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատել է եւ ռուսների եւ ուկրաինացիների հետ։ Նախագահը աջակցում է այս ծրագրին։ Դա լավ ծրագիր է եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար։ Մենք կարծում ենք, որ այն պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար էլ եւ մենք ամեն ինչ անում ենք այն իրականացնելու համար։ Առաջիկա օրերին Զելենսկին նորից Վաշինգտոն կգնա, ըստ ուկրաինական կողմի Թրամփի հետ խաղաղության ծրագրի հիմնական կետերը քննարկելու։ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ այս կարգավորման համար, բայց կարգավորումը պետք է հանգեցնի այս հակամարտության արմատական պատճառների վերացմանը։ Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, Մոսկվային դեռ չեն հայտնել Թրամփի պլանի շուրջ բանակցություններ վարելու Կիևի համաձայնության մասին։ Առայժմ ռուսները ռազմական հաջողություններն են թվարկում։ Արևելք խմբավորումը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր վերահսկողության գոտին Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիեի մարզերում, առաջանալով դեպի արևմուտք, շրջանցելով հակառակորդի հիմնական պաշտպանական գծերը։ Մեր վերահսկողության տակ է անցել 13 բնակավայր, 6-ը Դնեպրոպետրովսկի, 7-ը Զապորոժիեի մարզում։ Ամբողջությամբ ռուսների վերահսկողության տակ է անցել նաև Կուպյանսկ քաղաքը։ Այս մասին ռուս բարձրաստիճան զինվորականները զեկուցել են անձամբ Պուտինին։ Ձեր առջև դրված բոլոր խնդիրները կատարված են։ Շնորհակալ եմ ձեզ այդ աշխատանքի համար։ Շնորհակալություն ընկերներ այս արդյունքի համար։ Պոկրովսկի ավելի քան 75% ռուսների վերահսկողության տակ է։ Ըստ ռուսական կողմի, ուկրաինական զորքը շրջափակման մեջ է։ Զինծառայողները կարող են հանձնվել։ Ճիշտ է, շատերը չեն անում դա, վախենալով, որ կարող են թիկունքից սպանվել։ Շարունակվում են մարտերը Կոնստանտինովկայի շրջակայքում։ Ռուսները շուտով կմտնեն Իվանպիլիա եւ կշարժվեն դեպի հյուսիս։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։